Բարզես հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է Երևանից։ Հիշեցնեմ, որ ուղի եթերի ընթացքում կարող եք զանգահարել ամերիկյան 818-967-532 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ գրող, հրապարակախոս, իրավաբան, դեպի նոր հաղթանակներ եւ Հայաստան-Արցախ միասնական արժեքների զարգացման շարժումների հիմնադիր Հայկազ Մակարյանին։ Բարև Հայկազ։ Բարև։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Փորձենք անդրադառնալ վերջին իրադարձություններին։ Սեպտեմբերի 8-ին փաստորեն առանց միջնորդների վերադարձան մեր գերի տղաները, թվով 5, բայց դա չի նշանակում, որ մեր բոլոր գերիներն են վերադարձել։ Ուշագրավ էր ԱԾ-ի տարածած հայտարարությունը, որտեղ գրվում էր, որ ողջունում ենք այս գործողությունը որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ։ Ինչի մասին է սա խոսում։ Ես իհարկե արդեն ոչ զարմանում եմ, ոչ ցնցվում եմ, որովհետև այնպեսի տպավորություն է, որ Ադրբեջանը գերիներին տվել է եւ դա իր կողմից մեծ մարդասիրական քայլ։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի լույս 10-ի պայմանագիրը պետք է ի կատարածեր վաղուց։ Այնտեղ տարածքների, որտեղ որ զորքերը կանգնած են մնացել, իրենց դիրքերում պետք է առաջ չգային։ Այն իմ լավ ընկեր նաեւ Գևորգ Սուջանն է գտնվում արդեն գերեվարության մեջ եւ իր ընկերոջ հետ, հա, Տիգրանի հետ, եւ տվել է Գևորգ Սուջանին 15 տարվա զատազրկում, իբր թե այդ մարդ իրականում նույնիսկ մարդասիրական օգնություն էր տանում, որ ռազմական գործողություններին խորը հաշվով չի մասնակցել, ընդհակառակ իր Հայաստան Սփյուռք շարժման է օգնել արցախցիներին։ Եվ սա հայտարարություն է, կարծում եմ, այստեղ ներփերանգը նրանում է, որ ուզում են սիրաշահեն շողոքորթեն, որ գոնե Ադրբեջանը մնացած մարդկանց էլ տա, բայց դա չի անցնել, որ Ադրբեջանը ոչ Ալիևը, ոչ Ալիևյան նավթադորոներով սնվող կլանը հարիվ չեն, ոչ էլ ապուշ են։ Սա այն բացառիկ տգիտությունն է, որ որդեգրել է մեր քաղաքական այսպես ներկայիս վերնախավը։ Չկա Արցախի այսպես ասած փրկության տեսլական, եթե իմաստն ավելի մանրամասն ինչը չլինի։ Չկա որևիցե հույս, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս նաև Վլադիվոստոկ այցի ժամանակ, հա, այդ ֆորումի ժամանակ, դա ֆորում իհարկե ֆորում, այո, ֆորում չէ, դա պուտինյան հերթական հիստերիան էր, ֆորում, որն է Ռուսաստանը այսօր դարձել է իզգոյի երկիր։ Ես Ռուսաստանին դեմ չեմ, իսեր Աստծո, դու կառավարությանը դեմ ես, չեմ ռուս ժողովրդին դեմ ես, դրանք տարբեր բաներ են։ Ցավոք սրտի մենք ունենք մտ կրակ իրավիճակ, որտեղ որ բացեիբաց Ալիևը արդեն չի թաքցնում, ասում է Արցախի ինքնորոշման իրավունքի հարց չկա, ԵԱՀԿ Մինսկի խումբ միտք այլևս գոյություն չունի։ Չի կարող լինել այդպիսի ձևաչափ, չի կարող տրամաբանության շրջանակներում խոսվել Արցախի ինքնորոշման եւ անկախության հարցի մասին, չի կարող եւ չպետք է խոսվի նաեւ Արցախի ժողովուրդների էթնիկ արցախցիների այնտեղ ապրող էթնիկ մեր հայ բարեկամների ինքնորոշման իրավունքի մասին։ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը նախկինների ռեինկարնացիան է, ռեինկարնացիան, այսինքն մի վերափոխված, ավելի հզորացված տարբերակն է։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ մարդը չէր սիրում Արցախը։ Ընդհանրապես Լևոնը իր թիմով մենա բոլորը չէին սիրում Արցախը։ Ռոբերտ Քոչյանը այդքան որ ասում էր Արցախի, չկա գերիների վերադարձը, եթե անգամ լինի, ես չգիտեմ, այդ մասնագետներ կան հոգեբաններ, կան բժիշկներ, պետք է մարդկանց հոգեվիճակը ստուգվի։ Դուք պատկերացնում եք կտանքներ են անցել, միջով են անցել այնտեղ բանտերում։ Ալիևի ես հրապարակավ ասում, Ադրբեջանը պետք է կարճ կոնկրետ զարգացնել ամենակարևորը ռազմաարդյունաբերությունը, բանակաշինությունը հասցնել գոնե տարեկան մինչև 10 միլիարդ ամերիկյան դոլարի, ներկայանում եմ 10 միլիարդ ամերիկյան դոլարի, ինչ ճանապարհով ուզում են թողեթան Ինչպես ժամանակին Նժդեն էր ասում, պետք լինի սատանա հետ էլ կհամագործակցեմ հանուն պետականության, հանուն հայ ազգի։ Թողեթան նավթադոլարներ կլինի, թմրանյութերի փողեր, ոնց ուզում է փող ճարեն, բերեն բանակը հարստացնեն։ Ադրբեջանը պետք է ոչնչացնել։ Այլ տարբերակ չկա, պետք է հարվածել Բաքվին, Գանջային, Գանձակին, հայերենը մեր պատմական քաղաքն։ Պետք է հարվածել երկաթ գծերին, այդ որ ասում են, բա որ հանկարծ Երևանի խփեց։ Երևանը ինչ նշանակության օբյեկտ ունի։ Պետք է մեր բանը մետրոպոլիտենը 1 միլիոն մարդ է տեղանում։ Ժողովուրդ ջան, ախր հասկացեք, հեսա կասեմ պատերազմի ռազմական կոչ, ռազմական կոչ չեմ մնում, սա է Ալիևի հետ խոսելու միակ լեզուն։ Այդ մարդը այլ լեզու չի հասկանում։ Գերիներ ընդհանրապես այդ պայմանագիրը որպես իրավաբան ասել եմ ու շատ իրավաբաններ, միջազգայնագետներ, փորձագետներ ասել են, պայմանագիրը նոյեմբերի 10-ի իրավունքի ուժով պետք է ճանաչվի անվավեր, որովհետև պայմանագիրի, եթե պայմանագիրը չի կատարվում, այստեղ տրամաբանության ասենք վավերացումից հետո, եթե վավերացնում են ու պայմանագիրը չի
իրականացվում, երրակողմ պայմանագիր էլ չի, նախ Նիկոլ Փաշինյանը ներկա չի գտնվում այդ պայմանագրին, նախ հանրության ժողովրդի կարծիքը հաշվի չարել, դուք պատկերացնում եք նոյեմբերին այնտեղ մարտեր էին տալիս, մարդիկ բոլորը շվարած հիասթափված ասում են ինչ խաղաղության պայմանագիր, եւ Ալիևը խոստովանել է ինքը իմիջիայլոց Վարգոնզոյով եւ շատ ալիքներ տարածել են, որ եթե 10 օր էլ շարունակվեր պատերազմը իրենք էին բանը ծնկի գալու։ Այսինքն այստեղ ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանի ինչ խաղաղություն չկա։ Մարդիկ օր ու գիշեր այդ ինչի պուրակ են ասում, այդ ավարների պուրակը, նույն խայտարը ֆաշիստական պուրակ է։ Որտեղ որ երեխաներին են ուծում են հայերին մորթել, գլխատել, սպանել եւ ցույց են տալիս եւ այստեղ սա զարմանալու բան չկա։ Մենք այս երկրում չունեցանք մի հատ պետականամետ մարդ, այդ լևոնական, նիկոլական, քոչարյանական հասկացությունները քանդեցին մեր տունը։ Մեկը չեկացավ կանգներ ասել, մենք պետական, ոչ մի բանական էլ չենք։ Այ մարդ գլուխտներ շուն դառնա, մենք ոչ մի, մենք պետականամետ մարդիկ ենք։ Սրանում է խնդիրը։ Հայաստանում դա առաջայթուն դրա փոխարեն առաջայթուն պոռոտախոսությունը, Հայոյանքի ինստիտուտը հասել է իր պիկին։ Ես չեմ ասում, կան ծայրագույն դեմքեր, որ ինքս ես, ասենք Հայոյանք եմ տալիս, բայց ես այդտիսին ինչ պետք է լինի, բայց որ մարդիկ պատե անպատե առիթով սա է եթե քո երկիրը ներսից պառակտված է, ժողովրդի իրական դեմքը պառակտված, այ ամերիկացի հոկեբան Սկիներ կար Ֆրեդերիկ։ Սկիները լավ էս բնութագիրը կտեսում, այս մարդիկ հոկեպես աղտեղված են։ Ինչի մաս, ինչ Արցախը սենց են փրկում։ Նիկոլ Փաշինյանը ասում, բակ ինչ ասի լավ լինի, պարոն Պուտին, ասում մենք ուրախ ենք, որ ձեր ջանքերով գոնե հայ-թուրքական հարաբերությունները կսկսեն ծաղկել։ Ինչին ես ուրախ։ Այ քաղաքական իմպոտենտ, դու ինչին ես ուրախ, այ իմբիցիլ։ Դու ինչին ես ուրախանալ քո աչքի առաջ քո ժողովրդին հարստահարելուց բացի այդ հարստավորներին չդատվեցին։ Թալանչիները չդատվեցին իր ասելով։ Այդ Սաշիկ 50-ից շոուն, որ մենք էլ այն ժամանակ միամտաբար հավատացինք էյֆորիայի, ալեգորիայի տակ գտնվելու, ոչինչ չեղավ։ Ինչին ես հավատում դու։ Սիրելի բարեկամ, չգիտեմ ես չողակի չեմ ուզում արդեն անցնեմ։ Վիրավոր ես չրես մարդը թքում ես ասես մանձրև է գալի։ Ինչին եք հավատում դուք։ Ինչ են արել իրենք։ Եվ ինչ եք արել դուք ոչինչ չեք արել 4 ղեկավարներ այս երկիրը կործանեցին Նիկոլը գերակատարեց իր պլանը ասում տնտեսական ներդրումներ խորհուրդ է տալի Վլադիվաստոկը չկա հա կաշառքը այն ժամանակ օրինակի համար ըստ լուրերի օթում տարածվող այն ժամանակ պռավաստանել 150-ը դրա 400 դրա ու նմանատիպ շատ հարցեր այդպես վեր թռչել Իսկ ասում են այն ժամանակ կարելի էր հարցեր լուծել այդ ձևով հարցերը լուծում են հիմա նույնիսկ հարցերը չեն ընդհանրապես այս ազգ չկա հիմա ես եթե ես մի օր տեսնեմ հայ ազգին միաբանված ես հոնքուր այսպես սրտաճմլիկ ձևով լաց կլեմ սրտառույց ձևով լաց կլեմ այստեղ կա օխլոս մի քանի ամբոխի տեսակներ որոնք ասում են մենք մերոնցական ձերոնցական սրանցական նրանցական էսա իրականությունը ես դու կարող Բան անեք, սիրեք իշո քաղաքական ուժի, ես ուրիշ ուժի, պիտի ձեզ հատեմ։ Իրար տենում են ուզում են քֆրտեն, ամենավերջի խոսքերն ասում են B-ի տղա, P-ի տղա, G-ի տղա, էս է իրականությունը։ Ու մի բան էլ ասում են փրկությունը ես ասել եմ էս նորից որ հարցնեք, ասե փրկությունը ինչ ունի։ Փրկությունը պետք է մի հատ պարզ բանկա կոնցեպցիա կա։ Հայաստանի Հանրապետություն հիմա նորից եմ էլի դիմում եմ, էլի Սփյուռքի գործարան եմ դիմում։ Ես Հայկազ Էդուարդի Մանկանյանն է, որ անցել է ISS-ից ճանապարհով։ Եղել եմ Լևոնի փրկությունին փրկեին, Լևոնին փրկեիք։ Լևոն Հայրապետյանին փրկեիք, ով գտնվելով բանի բանտում, ինչ են ասում, Մորդովիայի Հանրապետության բանտում, մահացավ, որը 700 զույգ էր պսակած։ Այսինքն Արցախի վերաբնակեցման եւ Արցախը կառուցելու, շինելու, Արցախը վերաբնակեցնելու, Արցախին շունչ տալու ծրագրով Լևոն գործով ոչ թե բառերով։ Ասում են Հայկազը Ինձ ասում են, լիքում են, արա այստեղ են հաստատ մեկի գրգազն է, այստեղ են չգիտեմ էսա, այստեղ են էնա, այստեղ են էսա։ Եվ ինչ գումարների դիմաց եք խոսում։ Հա, ինչ ում ես հարգելի հայրենակիցներ, ես մի անգամ էլ եմ ասել, ես իմ երկու ծնողներին կորցրել եմ վաղ տարիքում։ Ես ինչի հասել եմ իմ ուժերով։ Պապա, մամա յուբքի տակ չեն պահվել։ Դա գիտեն նաև աշտարակցիները, դա գիտեն նաև մի շատ բաներ։ Անընդհատ խոսում եմ անցյալ կյանքից, չգիտեմ ինչ որ հաղորդման մասնակցելուց խոսքը կիսաբացության։ Այո, ես ունեցել եմ դաժան դժվարին օրեր, որը շատ սարսափելի պատմություն, անձնական դժբախտություն, բայց անձնական դժբախտության վրա մարդուն կարելի է քարկոծել։ Լևոն Հայրապետյանը ասում էր Հայկաշ ջան, ես որ քեզ ճանաչել եմ, դու այնպեսի բացառիկ մարդ ես, որ այդ կարելի է ճանապարհ աշխատել։ Հիմա Լևոն Հայրապետյանին սպանվեց Մորդովիայի բանտում, եւ գիտենք ինչ համար, ինք ասում էր Քոչարին ինչ էր ասում, ասում էր $2000 տամ կշտացի լի։ Այսինքն Ռոբերտին, Սերժին, բոլորին դատապետում էր ու լուտանքի խոսքեր ասում որ երկիրը այսպես են պահել։
Ուզում եք Արցախը փրկեք։ Լևոն ասում է ներդրում արեք։ Հիմա ես էլ եմ ասում 2013, 14, 15, 16, 17 թվերին պայքարել եմ Լևոն ազատության համար։ Այն ժամանակ Սերժին էլ, Հովիկին էլ, Աբրահամյան, բոլորն էլ ասեն դուք տխրարճակ բերեք, ասում ես լավ տղայք են վախտը խոսում, վիդեոները կա դրեք նայեք, տեսեք, Սերժի վախտում մեկին ասեիր այ P կամ B, ինչ կանենք, ես ասել եմ, վիդեոները կա, տեսանյութերը այն ժամանակ հայլիկ է եմ, էլ լրիվ ուրիշ դիրքորոշում էր Անժելա Թովմասյան, հիմա մարդը փոխել է դիրքորոշումը, հիմա եկել են այսօր Արցախի փրկությունից է խոսում, Արցախը փրկելու միակ ճանապարհը դա ներդրում անելն է, այս շարժումը, որ ես բացել եմ, Հայաստան-Արցախ միացյալ արժեքների զարգացման շարժումը, սա այս շարժումը ինքնանպատակ չի բացվել։ Ներդրումներ որ ոլորտում։ Ներդրումներ անում են, մի րոպե, ներդրումներ անում են ամենակարևորը, առաջին։ Դա բանակաշինության նոր տեսլական նոր թափ տնա, թող ՆԱՏՕ-ի հյուսատլանտյան դաշինքի օրինակով հրավիրեն ՆԱՏՕ-ն ասել եմ, մենք պատրաստ ենք ձեր հետ համագործակցության հուշագիր ստորագրել, չեղա որ ՆԱՏՕ-ի անդամ են, նույնիսկ մարդիկ դա չեն տարանջատում տարաբեր։ Մարդիկ այսօր ՕԱԷ-ն Արաբական Միացյալ Ամերիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները Սաուդյան Արաբիայից չեն տարբերում։ Այդ մարկած ու դա պրիտոմ քաղաքական գործիչներն են։ Հիմա տեսեք, հրավիրեն փող, իրենք էլ կարան, ես վստահ եմ որ լավ բանակցեք կգան կզինեն կմարտեն, ռազմարտությունաբերության, դրանք մարտագիճ ոչ միջուկային մարտագաղթիկների կառուցումն է։ Դրանք հրթիռների տարբեր տեսակի կառուցումն է։ Մենք ունենք մի հատ լավ գիտնական Հակոբ Ագանյան, որը մի քանի գյուտերի հեղինակ է, պատենդի, որը որ նանոմաստիկների միջոցով կարողացել է հսկայական հաջողությունների հասնել։ Ունենք հրթիռաշինության ոլորտում այնպիսի մասնագետներ, ֆիզիկայի ոլորտում հատկապես, որոնք կարող են ստրոնցիումի հարստացման արդյունքում եւ նաեւ շատ պայթուցիկ ստանալ բազմաթիվ զենքեր։ Բայրակթար են ուզում սա, դուք տեսեք, Թուրքիային տեսեք ինչ անի։ Մարդը երկիրը կառուցում է, բայրակթարների բանը ստեղծումը հասցրել է իր պիկին։ Այ վիժվածք այդ վիժվածքացին Ալիևը, տեսել եք ինչ ճանապարհ։ Ֆիզուլի, Վարանդայի հայրեն ասեն, Վարանդայի օթանավականը մարդիկ տեսել են։ Լավ դուք այդ սիրուն այդ հրաշք բան այդքան ապականացիք քիչ չի։ Նրանք ովքեր որ Աղդամում եղել են, Ֆիզուլում են, գիտեն որ այնտեղ ոնց տենց ամայի կա, տենց էլ մնացել է։ Շուշին ոչ, Շուշին դժգույն դժբախտ քաղաք չէր, Շուշին շատ գեղեցիկ քաղաք էր։ Այո, պետք է շատ ավելի շինարարություն անեին, բայց ընդեր չեն արել։ Կերել են։ Մայ ջան, այս մարդիկ ու զբաղված են մեծականակ ուտելով։ Խոսենք առակի նման, միայն կաղին ունենամ, ուտեմ, պարկեմ, գիրանամ։ Այս մարդիկ այդպես են ապրել։ Ուսոր ամենավատը ո՞րն է։ Անբարոյականները խոսում են ուսուցությունից, մեր պես կույս, ասում է կոկոմ, բարոյական մարդիկ չկան։ Ես իմ անցած ճանապարհը գիտեմ ես ինչպես եմ անց։ Այ դուք չեք կարա գերեստը այդ բարձր պարզ ճակատով նայեք ժողովրդի աչքերին։ Ինչ նայեք, ամեն մեկը բրաբուս, ասում ես մեր բրաբուսասեր, յաշիկասեր հասարակությունը, ինչ է կատարվում փողոցով։ Հենա ձեր մոտ, ստեղ, բանում, պապլավոգի կողքը, թխկը։ Երաշտությունը բարձր, երեկոյան ժամերին, մարդիկ ուղղակի զարմանում են շենքի բնակիչների վրա, ոնց շինի արդերը քայքամ։ Իսահակյան պողոտամ, տարբեր տիպի երաշտությունները հնչում, այնպիսի տպավորությունը, որ այս խրախճանք է ժանտախտի վիճի ժամանակ, մարդիկ թքած ունեն, ասենք այդ բանի օրերին սալուտ խփելը, ինչ են ասում, այդ Սուրմալոյի դեպքերի խոնարհում ես այդ անմեղ զոհերի հիշատակի։ Սահմանը երբ որ զինվոր է զոհվում։ Սահմանը նոյեմբերի 9-ից հետո, նոյեմբերի 10-ից հետո, նոյեմբեր ամսվա ընթացքում 20 թվականի մասին է։ Ես գիտեմ, որ եղել են հարսանիքներ։ Փակ դալիճներում եղել են հարսանիքներ, ճոխ, տաշի տմբել եւ այլ եւ այլ։ Միգուցե մենք Թումանյանի ասած այդ խոսքերը փրկությունը պետք է ներսից լինի, որովհետեւ ներսից ենք չասած այդ միտքը ընկալենք։ Թե տեսեք ասեն Թումանյանն էլ է սխալ։ Ես չեմ զարմանա, որ ասեն Թումանյանն էլ է սխալ։ Էս է մեր իրականությունը, ինչի մասին է խոսքը։ Ուզ էս տրամաբանությամբ ուզում է չի լինելու առաջ գնա։ Ուզում է Հռոմի պապը գա աղոթի, ուզում է գա անձամբ Գրիգոր Նարեկացի նիշնի էս ազգը մինչև չէ հասկանա ազգային գաղափարախոսությունը, ազգային արժեքները, ինչ բան է, չեմ բանանի։ Ես ուրախ եմ, որ կանել եմ Լևոն Հայրապետյանի կողքին ու կանել եմ շատերի կողքին։ Ես ուրախ եմ, որ ես այո ապրել եմ շատ սովորական կյանքով ապրել եմ, հիմա էլ ապրում դժվարություններով, շատ բարդ օրեր եմ անցնում, բայց քանի չեմ վաճառվել, խիղճս մաքուր ա եղել, չեմ ծախվել, ուրիշներին չեմ վաճառել, չեմ գնացել շեսյորկություններ, այսպես ասած, խոստար է բերեմ մարկանց ընտանիքները քան։ Այս ազգը դրա վրա, հələ նստենք կաֆեներ, սրճարաններ, տեսեք։ Մի հատ եկեք ազգի մասին ընդհանուր չասենք։ Չէ, ազգի այս տեսակի մասին եմ խոսում։ Այս տեսակի, այս վատ տեսակի եւ ես խոսում եմ ազգի լավ տեսակի մասին։ Ազգում ունեցել ենք Չարեն, Ստեգյան, Իսահակյան, Սայաթովը եւ այլ եւ այլ։
Ազգի լավ տեսակ, այսօր ազգի լավ տեսակը հիասթափված ու հոգնած է Մարիք ջան։ Ազգի լավ տեսակ այսօր գիտնականներն են անկարող են։ Անկարողությունը իրենց անկարողություն իր հերթին, բայց իրենք գիտեն, որ անգամ եթե քայլ էլ անեն, պետք է հա գլխտերին գան։ Ես խոսում իսկական ազգի մասին, ես չեմ խոսում այդ ամբողջի մասին։ Ես երբեք ամբողջ ազգ չեմ համարել։ Եկեք տարանջատենք օխլոկրատիան մերիտոկրատիայից, ասենք ամբողջավարությունը եկեք արժանավոր մերիտոկրատիայից արտարբերենք։ Սովորաբար գիտնականը ինչքան փող ստանում։ Նիկոլ Պարքևաճար բառից են խոսում։ Այսա կասեն բողոքի գիրքը, բողոքի գիրքը իրականությունն է, սա բողոք չի, սա իրականությունն է, սիրելի հայրենակիցներ։ Այս կեղծ բաներ ասել, դուք ասեք ամոթ քեզ երիտասարդ։ Գիտնականը ակադեմիկոսի ինչքան փող է ստանում։ 80,000, լավ թողնի 120,000։ Ակադեմիկոսը կթակտածանք ուրիշ երկրներում ինչքան փող են ստանում։ Ուրեմն Կանադայում, տեսեք ինչպես երկրներ են, Կանադայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում գիտնականը ստանում է ամենաբարձր աշխատավարձը, որտեղ ինքն է Գոլդա Մեյերը, բանի վարչապետը, 4-րդ վարչապետը, Իսրայելի 4, ասում ուզում եք երկիրը կառուցեք։ Իրավաբաններին, բժիշկներին, ուսուցիչներին, գիտնականներին բարձր աշխատավարձ տվեք։ Երկիրը այդպես է կառուցվում։ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն այդպես է կառուցել երկիրը։ Մեր մոտ հակառակն է։ Հիմա կներեք, հիմա ազգ ով է պառակտում։ Ազգին ով է բանի տեղ դնում, ինչ են ասում, ամբողի եւ աղբի տեղ դնում։ Այդպեսի իշխանություններ, չէ՞, եթե դու վատ ես վերաբերվում քո սերուցքին, ազգային տեսակին, դու նվաստացնում ես ազգի իրական գինը։ Գիտնականները հիասթափած հասմա վեկենան կանենք խոսենք, բայց ինչ պետք է անենք։ Իրանք օշտան կարող են գիտեն, որ ասեն պետք է իրանց խոսքը չանցնի, կարան ասեն, բայց չի անցնում իրանց միտն ու խոսքը։ Էս է իրականությունը։ Մենք զանգ ունենք արդեն, փորձենք զանգին պատասխանել, որից հետո շարունակենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ։ Դուք եթերում եք, կարող եք խոսել։ Լավ, չկարողացանք այս զանգը չստացվեց։ Հայկաց փաստորեն մենք խոսում ենք մեր իրականությունից, դժգոհում ենք մեր երկրի վարչապետի այցից Ռուսաստանի Դաշնություն, այդ հարաբերություններից, այդ հանդիպումներից։ Լավ, փորձենք մի զանգել ընդունել, որտեղ զանգերը շատ են, փորձենք մեկին պատասխանել։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Հալո։ Լսում ենք ձեզ։ Հա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հա, հարգում եմ ձեր հյուրին։ Ես մի բան եմ ուզում ասեմ, եթե կարելի է չեմ անում ձեր խոսքից դուրս շտեցե, Արցախի համար եմ ուզում ասեին, դες որ ինձ եւ աղավնուն դիվերեցին ադրբեջանցիներին։ Լսում ենք ձեզ։ Հա, լսում եմ, հա։ Եվ ինձ եւ Վիտալի Բալասանյանը գնաց քարտեքսը տվավ Ադրբեջանի զինվորականին եւ այնտեղ տվեցին չեմ անում հիմա դրամ են ստացել չեն ստացել մի ամբողջ հայ ժողովուրդ դժբախտ ժողովուրդ որ պիտի այնտեղ ապրեին լացելով դուրս եկան աղավնուից եւ ով է responsible այդ բանի համար չեմ անում մի բան արեք ըստ էս հայ ժողովուրդը մեջտեղից չետա Արցախը մեջտեղից չետա լավ հասկանալի է ստիպված եմ ընդհատել որտեղ ժամանակը սահմանափակ է Մարդը Ամերիկայի միացած ասում մի բան հարգելի հայրենակից սիրելի բարեկամ ասում եք մի բան արեք ես քանի անգամ այստեղ եթեր եմ գալ ասում եմ մեկ ես երիտասարդ եմ ունեմ մեծ ավիոն ունեմ մեծ եռանդ ամենակարևորը ունեցել եմ քաղաքական անցած հետագից ասում եկեք անենք ասում եմ լիդեր չունենք ասում լիդերներից մեկը ես եմ բայց եթե պետք լինի հանուն ազգային շահի ես պատրաստ եմ վերջինին լես անցած անգամ էլ ասա կարան վերջինը թող առաջինը բերեն իրենք ասում եկեք անենք ստեղծել եմ շարժում Հարաբոյի Մանվել Եղիազարյանը, որը որ հոյակապ վերջին մոհիկաններից է, որը որ շատ լավ հայրենակից է, որը որ Արցախի գրեթե 10, եթե ոչ ավել տոկոսն է ազատագրել։ Եկեք միացեք անենք։ Ասում անելով չի, սոր ամեն ինչը ֆինանսից է կախված։ Փողից, գումարից է կախված։ Ներդրում է պետք։ Ծախսեր են պետք, կենտրոններ են պետք։ Ասում ինչ եք ուզում անեք։ Ասում Եվրոպան պետք է բացեն կենտրոն։ Ալիևը բացել է Արևելյան Երևանի շարժում։ Եվրոպայում եւ մի շարք այլ երկրներում խաբար են մեր իշխանությունները սուվերեն տարածքի վրա Հայաստանի Ալիև ասում է Երևանը ասել է մի բան է եթե դա ասել Բեսեդկի Հենդոն կամ ինչպես հումորային Գուտապի Հենդոն դա այլ բան է բայց որ դա ասում է Ալիևը եւ դա ասում է պաշտոնական Բաքուն մեր իշխանությունը պետք է ասեն կներեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ինչի չէ դիմում կասկածի տակ դրենք ու սուվերենությունը Հայաստանի հարգելի բարեկամներ ինչի մասին է խոսքը լավ ասում եք ինչ վարչապետ
Դուք ընտրել եք կամ ես ընտրել եմ այդպիսի վարչապետ, որ այդ հասը գիտեք, ինչ կա, որոշել ենք մենք անկասել ենք խաղաղության դարաշրջանի բացման հետ կապված հարցերում, հա, տենց ենք ընտրել։ Եթե Ալիևը թքում է երեսին ասում է, «Էս սարնիմն է, չարի վերջը, թումը հանճար է Թումանյանը։ Էս սարնիմն է, էս ծառնիմն է, ընդ կացինը ձեռին եկել, ասում է, «Իմն է»։ Իսկ ինչ եք ուզում դուք։ Ինչի պետք է մենք սոս sense բան անեինք։ Ապա պարտության պատճառները հիմնական մեծամասնությունը 90% դավաճանությունն է։ Կարճ կոնկրետ մնացած դետալները թող կահացան եւ հատուկ ծառայությունները քննեն։ Ես ոբս իրավաբան եմ, ես չեմ կարող ամպագորգորի ասեմ, ես մեկն եմ։ Թող կա իրավաբանում, կա նախաքննություն, կա, չգիտեմ, հետաքննություն եւ այլ եւ այլ։ Պարտության պատճառներից մեկը նաեւ, որ 18-ից 20 տարեկան մեր հերոս տղեկ թե մենակ կռվել։ Ուրիշ բան չկա։ Գնացեք իրանց այն սուրբ շիրմաքայերը որ կան, իրական կռվողն է իշ գեներալից։ Ասոտ գեներալի կոչում, նույնիսկ դասալիկ դավաճանին տվել են գնդապետի գեներալի կոչում, չգիտեմ, պարիության շքանշան։ Իրական կռվողները եւ իրական հաղթողները եղել են այդ նահատակված կամ հիմա թու կենթանի, բայց հաշմանդամ դարձած տղաները։ Իրանք են իմ համար հերոսներ։ Իրենք ինձ համար հերոսներ են, իրենք ինձ համար տիտաններ են։ Պարտության պատճառը եղել են այն մարդիկ, ովքեր այդ տղաներին ուղարկել են գիտակցված եւ նաեւ չգիտակցված ինչ որտեղ, այնտեղ որտեղ որ չպետք է ուղարկեին, բայրակտարը վերեն օդին ֆռում, այնտեղ հարցազրույցներ եմ տեսնում, էլ ասում են պարոն գնդապետ կամ չգիտեմ, պարոն էս ինչ, պարոն են ինչ, հարգելի պարոն մայոր, ախա չեն կարող, ապա ոչինչ դու գնացեք ավտոմատով կռիվ։ Դու պատկերացնում եք Օդը բաց վիճակում գնացել են կռիվ տան, հարթավայրային, աղդամ, ակնան, չգիտեմ, ջրականը դրանք այնպիսի դիրքեր են, որ բոմբ ընկավ այդ մարդը, ինչ ավտոմատիկի բոմբին կրակի։ Այս այդ ասողները, այդ որ ասում են կարային կռվենք, այդ ասողները են Marvel, Մստիցելի, ռիժարուներ այդ ֆանտաստիկայի ժանրի ֆիլմերի տակ են մնացել, որ կարան, չգիտեմ, օդի մեջ հրթիռի գլխի կբռնեն։ Սա տգիտություն է, սա դիլետանտներին տվել են այս իշխանությունը, եւ դիլետանտությունը Սուրեն Պապիկյանը ասում են գնացել է պաշտպան, մի վիտեսանյութ էին գցել, որտեղ որ ավտոմատը ճիշտ չէր բռնե, ձգանը եւ այդ փամփշտակալը այդ ճիշտ չէր բա։ Բայց Սուրեն Պապիկյանը կարող է լավ պատմաբան է, կարող է լավ, չգիտեմ, ինչա, լեզվաբան է, պատմության ինստիտուտ ֆակուլտետ։ Բայց Սուրեն Պապիկյանը ինչ գործ ունի, Մարի ջան, այսինքն մեր ինստիտուտները Նիկոլ Փաշինյանը արժե զրկեց։ Լևոնը, Քոչարյանը, Սերժը ոչ մենք հակ մեջ արեցին, նրանք ստացեցին աղբերության ֆոնդ է, այսպես ասած, Արադե մեր հորասարև, մորասարև մեր ընկերն է, մեր աղբերն է, Սերժը, հիշում եք Սուրիկ Խաչատրյանի այդ տղան, որ բռնեցին, ասեն, ինչ արել, որ ընդամենը մի հատ թեթև, այդ նույնիսկ Նիկոլն էր ասում Փաշինյան, բրաբուսով թեթև մայթերի վրով գնացել է։ Այսօր իր բաներն են, խունտանա, ուտուշ խմուշին, բրաբուսների կայֆերի մեջ, ինչի մասին է խոսքը։ Այսինքն այս երկիրը ով ոնց ուզեցել է, գազը դրել է ոտի, տենց էլ գնացել են։ Մեր նման մարդկանց ասում են, այ ամոթ ձեզ, որ դուք տուն չունեք, տեղ չունեք, այսօր ամոթ ասում են, հայ կազ ամոթ չես անում, 32 տարեկան տղաս մի վարձով ես դու մնում, ամոթ քեզ, ասում ճիշտ եք ասում, ամոթ ինձ, որովհետև ես չեմ կարեց այդ հետև մտնելու նուր պարվեստ, ասում են հարցում կլի, սաղի հետևս զբաղված է կոպիտ ասած, այսօր հետ մարդիկ հետույք մտնելու, հետույք լիզելու, պաչելու, խեկտեն իրանցը չի։ Էլի հանճարի հիշեցինք, Հակոբ Պարոնյան մեծապատիվ մուրացկաններ, Աբիսողում աղաներն են շատացել, եւ դրանց ոսկիներ խնդրողն են շատացել։ Ինչի մասին է խոսքը։ Այ որ ազգը տարանջատեի, այ որ ազգին տարանջատեին ամբողից, ազգին սիրեին ամբողին ատեին, ոչ թե հակառակ ազգին հիմա ատում են ամբողին սիրում են։ Քիչ առաջ ես ասացի։ Ամբողին պաշտում են։ Մենք չենք սիրում, որ տալիս ենք մեր հողերը, թեկուզ Բերձորը, թեկուզ Աղավնոն։ Տեսեք, հերոստատիտողը հարցնում է, ինչ եղավ այդ մարդկանց բնակարանների հետ կապված խնդիրները, որքանով տեղյակ եք։ Ոչինչ էլ չեղավ, Վարդան Ղուկասյանը հələ էլի ապրինք է, տեսեք, մարդը իր չգիտեմ, 2 տուն, եթե չեմ սխալվում, 2 տուն տվել է։ Հիմա կարում եք դուք 12-ը տայի, բայց այդ մարդը 2 տուն տվեց Արտակ Գալստյանի հետ միասին։ Հիմա այդ մարդիկ, չգիտեմ, ասում են տունը չվառեք, ինչ անեն, թողեն Թուրքին, որ Թուրքն էլ վիդեորոլիկ, չէ, չվառողների մասին, ասում են չվառեք, որ այդան գցեն TikTok-ով, չգիտեմ ինչ է զիբիլ այդ համացանցային այս կամ այն կայքերով, ասեն եկել ենք տեսեք մեր, դա գիտեք նրանց ցինիզմը, թուրքական ցինիզմին, հիտլերյան ցինիզմն է, ինչ պետք է անեն։ Արցախի մասին, Արցախ, ես ցավ եմ ապրում, Արցախի ժող, եթե սեն շարունակվի, եթե մենք կորցնենք Արցախը, մենք վերջնականապես տապանակարգ կդնենք հայոց պետականության վրա։ Եվ տապանակարգը կլինի շատ ցավագի։ Կորցնենք հարակից մարզերը,
խոսքը Վայոց Ձորի, խոսքը Սյունիքի, խոսքը նաև Գեղարքունիքի ու Տավուշի, Արարատն ու Տավուշը ամենակարևորը, որը նույնպես սահմանակցում Ադրբեջանի։ Այսօր եմ ասում, մարդիկ նույնիսկ քաղաքներն ու գյուղերը չեն տարանջատում ու տարբերում։ Մարդիկ չգիտեն Տավուշը որ մասում է, Սյունիքը ասեն հյուսիսային ինչ հարավում է։ Այսինքն Հայաստանի ոտու գլուխը չգիտեն մարդիկ։ Ինչից է հայրենագիտություն առարկա կա դպրոցում է։ Հայրենագիտություն չեն սովորել այս մարդիկ։ Ինչի մասին է խոսքը։ Ասում է աշտարակյան բուհերի մասին խոսք գնաց, ասում է տեսեք դուք ինձ ասացիք որ նաև խոսեմ ես ինքս որ քանի որ աշտարակում տեսեք աշտարակը խոսում է կրթությունից։ Պարոն Դերենիկ Դումանյանը ես այս կարգի քաղաքականապես տգետ եւ գաղափարապես բովանդակազու ղեկավար չեմ տեսել։ Եկեք որակավորում։ Չէ, ես տալիս եմ այդ որակավորումը, որտեղ այս մարդը բացարձակապես կրթության հետ կապ չունի։ Ես ոչ թե իր անձին եմ վիրավորում, ես տալիս եմ իր գործողությանը գնահատական։ Ես իր անձին ինքն կարող եմ ասում, շատ պուպուշ մարդ է, սիրուն, ասում անձերին ես չեմ վիրավորում։ Ես խոսում իր այս մարդը պատանենք աշտարակում բուհերը։ Քավլիցի մենք ունենք գիտավան թաղամաս աշտարակում։ Շատ նորմալ է, կարակ աշտարակում բացեք բուհեր, կարակ բացի մաստաճյուղից, կարակ օրինակ մի ժամանակ հյուսային համալսարան կար աշտարակում, փակեցին, կանգառի մոտ էր հենց մեր Երևանյան փողոցի վրա։ Բացեք աշտարակում բուհեր, խնդիր չի, հոգ չի, ես շատ ուրախ եմ, ողջունելի է։ Բացեք մասնաճյուղեր, ոնց օրինակ կան, չգիտեմ, ՊՊՀ-ն ունի նաև մասնաճյուղ Գավառում, ունի Վանաձորում եւ բայց ամբողջ բուհական համակարգը Երևանից տեղափոխել աշտարակ, սա խայտարակություն է։ Բա մայր բուհի, այսինքն ինչ է, մայր բուհի ինչ, դες մնա սիմվոլիկ է, որպես տարածք մնա։ Ագրարային համալսարանը որպես ժող ինստիտուտը որպես տարածք մնա, բանսև շենքը տնտեսագիտականի եւ հետն էլ բանասիրության եւ հոգեբանության ֆակուլտետը տենց որպես տարածք մնա, չէ՞ որ դրանք պատմություն ունեն հարգելիներս։ Այսինքն տեսեք, ես հենց նրան եմ գնահատական տալի Դերենիկ Դումանյանին։ Ասում եմ թե պարոն Դումանյան, դուք այդ առումով բովանդակազուրկ մարդ, դուք չգիտեք ինչ բան է դա։ Դուք չգիտեք դա ինչ բան է։ Ինչի մասին է, դուք տեղյակ չեք, դա բուհական համակարգ է, դա կասի մասնագետին ինչ չեն հարցնում։ Ինչ մասնագետի հարցում, ասում եմ, աբսուրդ է։ Ինչի փորձագետներ ինչ են հարցնում։ Մա թող տան գիտությունների ազգային ակադեմիա հարցնեն փորձագետին։ Ես շփվել եմ, խոսացել եմ, մարդիկ շվարած են։ Ասում եմ, Հայկաշ ջան, սես բան չենք տեսել, չենք լսել։ Ախր այդ մարդիկ մասնագետ են, դուք առանց մասնագիտական կարծիք ունենալու մի քանի ծախված, վաճառված մասնագետի կարծիք լավ եք անում, բու կարակ բացեք, բայց ամբողջ չտանել աշտարակ։ Էդի ես աշտարակը պաշտում ինքը պատմական լեգենդար քաղաք է։ Պարշպրոշան, Գևորգեմին, չգիտեմ, Սմբատ Շահազիս, ակադեմիկոս Ղափանցյան, Սիսակյան եւ այլ։ Հոյակապ ինքը պատմամշակություն 7-6 եկեղեցի ունի, բայց պիտի ինչ ասում աշ ձեռն իմանա զախն ինչ անում, զախ իմանա աշն ինչ անում այդ ցավը, հասկացած եղավ։ Այդ տարեք բան, ինչ են ասում։ Ինչ որ գիտությունների ազգային ակադեմիա տարեք բան, Սիսյան։ Հետո ասում բացեք մասնաճյուղեր, այո մարզերը պետք է զարգանան, այո մարզ կենտրոնը աշտարակ Արագածոտնի մարզ կենտրոնն է, պետք է զարգանա։ Համաչափության սկզբունքով պետք է առաջ ընթան, այո ես պաշտում եմ իմ քաղաքն է նաև։ Բայց չիմանալ դրա ծանրագույն հետևանքները, օրինակ հիմա որ օչս ասում շատ քաղցր նույնպես մարդ մահանում է, հիմա ասես տա բրթել ամեն ինչ տարել միտեղ ասես ուրճացնել, սեղմել ու տա հակի հետո, տա այն հակադարձ զսպանակի հակադարձ էֆեկտ տա, ճղի, պայթեցնի հետո։ Ախր նրբություններ կա, նրբերանգներ կա, ես չգիտեմ, այս երկրում մի խոսքով ինչքան վատ բան ես տեսնում, էլ չեմ զարմանում։ Սևակի ասած ես չեմ զարմանում, իջոք չեմ զարմանում։ Լավը որ տենեմ կզարմանամ։ Իսկ լավը տեսնելու հավանականությունը։ Լավը տեսնելու հավանալ, լավը իմիջոց Պարիս հերուն ու լավը տեսնելուց խոսացիք, Պարիս հերուն ու Աստղադիտարանը։ Խնդրեմ, յուրականի այդ օրգովի այդ շրջանը բանում համայնքի այդ հսկայական ռադիոօպտիկական այդ սարքի մոտ շոր համերգ են դնում ռոք երգիչ երգ, երեք ցույց վիդեոն տեսանոց են գցել որ այդ դետալները ինչ որ բաներ են սարքում։ Դա վանդալիզմ է թե չէ, գիտական եւ մշակութային վանդալիզմ է թե չէ։ Գիտեք ինչն է ինձ թվում, այս երկիրը Վազգեն Սարգսյանը լուսահոգի Վազգեն Զավենի չէ։ Ասում ես երկիրը որփի գլուխ չի։ Բայց բանից սպառնում է որփի գլուխ են սարքել։ Ով որտեղ, այսինքն կարելի է օրինակ մետրոպոլիտը, ես այն օրը մետրոպոլիտենը որ կա, բանի Աչափնյակի։ Մտել էին նկարներ էին, նկարում էին, ռուս տուրիստներ էին, գցել են ինտերնետով, TikTok-ով։ Լավ ես չեմ հասկանում, մետրոպոլիտենը ստրատեգիական նշանակության կառույց է։ Ոնց կարան։ Սարունի ազգային անվտանգությանը նաև կոչարան։ Ոնց կարան մտնեն տարածք։
Նկարեն, տեսանկարներ կար, երբ որ դա պետք է հիմա շուտով բացվելու է, չէ՞, բանը, եթե չափսը մի քանի տարուց այդ ինչ են ասում, այս կայարան աչափնյակի։ Ոնց կարան մտնեն նկարել։ Հիմա Պարիս հերույն լեգիտնական մարդ է, ֆանտաստիկ մարդ է, աղջիկ է խոսած նաև, ըստ վերջերս Վարդան Ղուկասյանը զանգեց ինքը զրուցեց, խոսեց աղջիկի հետ, զրուցեց, տեսանյութ էին էլի, գցե որ բողոքում էր ասում սա խայտառակությունը։ Ոնց կարան սարքեն, այսինքն դուք պատկերացնում եք Իտալիայի Լա Սկալա օպերայի թատրոնում, այդ մեկը օրինակի մար տա չգիտեմ, ռաբիսկ երաժշտություն կամ ինչ-որ մատ երգի, դուք ոնց եք պատկերացնում։ Կամ այդան ընդ բանկետ անեն, փարթի անեն։ Իտալիայի իշխանությունները հեները կանեցեն այդ բանի ինչ են Բենիտո Մուսոլինիի թուրը կտան գլխներով։ Այսինքն ամեն այնտեղ տեսման կամ Հռոմի այդ ինչ են ասում լողավազանի մոտ այդ մեկ ինչ-որ պիկնիկ անի։ Տեսման Մարիջան սա նշանակում է որ մարդիկ իրանց տեղում չեն, որ համապատասխան մարմիններն ու ծառայությունները իրանց տեղում չեն։ Փոխանը մեր հետևից են ընկնում։ Հայկաս, մենք շարունակենք մեր զրույցը կարճատև գովազդային դադարից հետո հիմա դուրս գանք մի փոքր ընդմիջում տանք, բայց ասեմ որ հեռախոսազանգերել ունենք, կփորձենք նաև գովազդից անմիջապես հետո պատասխանել նաև զանգերին, հետևեք խնդրեմ։ Իր անցյալի պատմությունը չիմացող ժողովուրդը երբեք չի կարող ապագա ունենալ։ Դու կարող ես իմանալ քո անցյալը։ Անիտուրը մայիսից հոկտեմբեր ամիսներին կազմակերպում է 4-ից 15 օրյա շրջագայություններ դեպի պատմական Հայաստան, Կիլիկիա եւ Կապադովկիա։ Կարս, Անի, Վան, Էրզրում, Եդեսիա, Ադանա, Արարատ, Նեմրութ եւ Մուսալերներ, Հեքիաթային Կապադովկիա, հաճելի հանգիստ բարձրակարգ հյուրանոցներում, որից 4 օրը միջերկրականի ծովեզերքին։ Տեսեք, ճանաչեք, սիրեք հայոց հավիտենական հայրենիքը։ Անի տուր, դեպի ակունքներ։ Թամարա պաղպաղակ, միակ պաղպաղակն է, որ 98 թվականից ներմուծվում է Ամերիկա եւ ունի միջազգային բոլոր պահանջները բավարարող համապատասխան վկայական, աշխարհի տարբեր երկրներում լավագույն գնահատականի արժանացած եւ 2016-ի տարվա լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ եւ օգտակար եղեք ձեր հայրենակիցներին Հայաստանի մեջ, ձեր հիշարժան միջոցառումներին եւ խնջույքներին հրամցրեք լավագույնը, հայկականը, վստահություն եւ բնական համ։ Թամարա, վայելեք գերագույն հաճույք։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է համաշարժման հիմնադիր Հայկազ Մակարյանը։ Հայկազ, փաստորեն իրավիճակը իրոք մտահոգիչ է, թեև Ռուսաստանի Դաշնություն այց է կատարում երկրի վարչապետը, պաշտպանության նախարարը Միացյալ Նահանգներում է։ Ընթացիկ մենք գերիների վերադարձ ենք ունենում, սակայն այս ամենը նշանակում է, որ ինչպես դուք եք ասում, աջ ձեռքը չգիտե թե ձախը ինչ է անում, ձախը չգիտե ինչ է անում աջը, այսինքն սրանք շոուներ են ձևական եւ շեղում են ինչ-որ ժողովրդին, ինչ-որ կոնկրետ գործողություններ են սպասվում եւ այս ամենը սպասվում են շատ իմ գնահատականով, ես ամենապես շատ այս դեպքում պեսիմիստ եմ, որովհետեւ օպտիմիզմի ոչինչ չի մնացել։ Եվ այդ շոուների հետևում կան մի քիչ ֆետիշացում, ասես ճոխացնում են, գույներ են տալի, տեսեք։ Խորը հաշվով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության իրական նվիրյալ քաղաքացին հիասթափված են։ Քաղաքացիները հիասթափված են պոպուլիզմից, հիասթափված են ցինիզմից, հիասթափված են կեղծիքից ու ստի իշխանությունից, հիասթափված են քաոսի այն տարածվելիք են աստղաբաշխական չափսերից, որոնք որ օր-օրի ավելի են շատանում։ Գցիր քաոս ցանկացած երկրում եւ այդ երկիրը կդառնա անկառավարելի։ Այսօր Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չի տիրապետում ներքին եւ արտաքին խնդիրներին, չի տիրապետում իրականությանը, թե ինչ է կատարվում իր թիկունքում եւ իր արչեւ։ Մարդը չի պատկեր, ու նախկինները նույնպես չեն տիրապետելու, չեն տիրապետում։ Իսկ ուզում է տիրապետել, չի կարողանում, ոչ, իրենք ցանկություն չունեն, իրենք գիտեն, որ այդ ինչի պետք է տիրապետեն։ Եվ Լևոնը, եւ Ռոբերտը, եւ Սերժը, եւ Նիկոլը մի պարզ ճշմարտություն իրանք իրենց համար գիսերտել են։ Աշխարհը խալի է ոտերի տակ, կերխմի քեֆարա շարունակ։ Այս մարդիկ կերեխամե քեֆ են արել։ Այս մարդիկ չեն եղել ոչ Մոնթեի, ոչ Լեոնիդի, ոչ Թաթուլի Կերպեյան, ոչ ոքի նման մարդիկ գաղափարախոսության տեր մարդիկ չեն եղել Քրքորյան եւ Շարլ Անձնավուր։ Ափսոս մենք չունենք Շարլ Անձնավուրներ ու Քրքորել դեռ, բայց ես վստահ եմ, որ ես ու իմ նման շատերը մի օր պետք է այդպիսի մարդկանց կողքը կանգնենք ու կանգնելու ենք։ Այս պայդրությամբ ես ասում եմ Ալիևը հստակ
թաթը տալիս է իմիջիալոց երկաթյա բռունցքի արցանա դրել արդեն մարդը երկաթյա բռունց որ ասում է ժամանակն է որ մենք հասկանանք կամ միաբանվում ենք եւ այդ երկաթյա բռունցքը մտցնում ենք համապատասխան իր հետևը իր տեղը կամ տալիս ենք կնոջը գրկում տանում այդ լրփին Մեհրիբան Ալիևային կամ մենք այդ բռունցքը շատ վատ ավելի վաձևով ենք զգում մեր վրա ես կարծում գիտակից հասարակությունը առաջի տարբերակը կընտրի Փորձենք զանգանություններ լսում ես Դուք եթերում եք։ Բարի երեկո, Մարի ջան։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Հայկաս։ Շնորհակալություն։ Պարոն Հայկաս, մենք պատերազմը կորցրինք։ Հաղթողներն են թելադրում եւ իրանց կամքը ասում պարտվողին, թե ինչ պետք է անեն։ Եվ մենք հիմա ստիպված անում ենք, քանի որ մենք պարտված կողմ ենք։ Երբ որ առաջի պատերազմում մենք հաղթեցինք, մենք բավարարվեցինք այդ հաղթանակով, չմտածելով, որ մեր կամքը թելադրենք իրանց այդ ժամանակ, որ հիմա իրանք են անում մեզ։ Եվ հիմա մենք քաղաքական ճգնաժամի մեջ ենք, այդ առաջի պատերազմի հաղթանակը փաստորեն ժամանակավոր էյֆորիա էր մեր ազգի համար։ Նապոլեոնն էլ 60 ճակատամարտ հաղթեց, բայց պատերազմը պարտվեց։ Հիմա այս դրությունով մենք չեք կարծում, որ քաղաքական ճգնաժամի մեջ ենք եւ ամեն օր գնում ենք հետ, մենք առաջ խաղացում չունենք։ Չեմ հասկանում ինչ պետք է անել, որ այս բաներից դուրս գալ։ Ամեն օր մենք գյուղեր ենք հանձնում, շրջաններ ենք հանձնում։ Իրանք կամաց կմոտենան գուցե Երևանին կամ Սևանը։ Մինչև չմոտենան չեն հասկանում։ Ձեր կարծիքը ինչ է։ Հեսա կասեմ, այս շնորհակալություն հարցի համար շատ։ Շնորհակալ ենք զանգի։ Հիմա տեսեք ինչ լավ բան ասում է կամաց պարտվեցինք եւ ստիպված ենք անում ամեն ինչ, այո ճիշտ է։ Հիմա ասում եմ, այդ լավ բան ասեց։ Կարել էինք, չէ, 94-ին։ Պավել Գրաչովն էր ասում այն ժամանակվա ղեկավարը պաշտպանության ինչ էր ասում, ասում էր դրեք կապիտուլ, այսինքն մեր նաև առաջարկ կար Լևոն Տեր-Պետրոսյանը էլ ինչպես միշտ խառնվեց, սկսեցին ինչ-որ ստատուս քվոից խոսել, բան եղավ, Ալիևը հիշում եք եկան այնտեղ Քոչարյանի հետ ոչխարի միսկերան, Բարանով Բուդզեմիր ես հիշում եք այդ տեսանյութերը կա, ուրախացան, այս հարցը բան կլինի, պետք է Ադրբեջանի ժողովուրդները, տեսեք թե Քիվեստը, որը չկայացավ, ինչ պատճառներով, հիշում եք, Մեղրիի հետ կապված, թե Բիշքեքը, թե Կազանը, թե Մադրիդյան սկզբունքները, գոնե Արմեն Աշոտյանը ենք ու ՀՀԿ-ականները, որ խոսում են, ես ուղղակի ապշած եմ այդ իրացելի քաղաքական տգիտության վրա։ Բոլոր այդ սկզբունք ասեք, պայմանագիր ասեք, չգիտեմ, ձևաչափ ասեք կամ բան, բոլոր տեղերը գրված է։ Ադրբեջանցիները վերադառնում են եւ պետք է բնակվեն այն տարածքներում, որտեղ նաեւ բնակվում են հայերը։ Այս եզրույթին ադրբեջանցիները վերադառնում այդ տարածքներ։ Ոնց եք պատկերացնում ադրբեջանցիների հետ հայերի ապրելը։ Որ չեն ասում սովետի ժամանակ լավ էլ ապրում, լուրջ եք խոսում։ Սովետի ժամանակ ոնց էին լավ ապրում։ Ծեր ջարդ հանցագործությունների տնով այդ ռեգիոնը շատ վատ վիճակում էր։ Բաքվի հայերին միշտ էլ ճնշել են։ Գնացեք Բաքվի հայերի հետ խոսեք։ Հենա ես ունեմ հարևաններ, փախստականներ։ Կիրովաբադի հայերի մասին է խոսքը։ Ոնց եք պատկերացնում ապրել։ Այսինքն ոնց ուզում եք ֆրացեք։ Ռոբերտ Քոչարյանին բանակցել են 0 բանի շուրջ։ Որտեւ այդ ադրբեջանցիները գային ապրեին այդտեղ։ Բնակվեին հայերի հետ, կրկնվելով ինչը, կրկնվել Սումգայիցյան ջարդերը, Ամարտ իրեն ժողովրդին Այազ Մութալիբովը եւ Աբուլֆազ Էլչիբեյը ասեցին, որ այդ սպանդը Խոջալուի որ եղել է, իրականացան ադրբեջանցիները, որտեղ մենք իրենց տվել ենք Միրնի կարիդոր։ Իրենք սեփական ազգին սպանեցին այդ ժամանակ, որ գցեն Բարթեն հայերի վրին մեկը, աչքերն էին հանել, աղիքներն էին հանել։ Այդ ազգը դրանք ապրենք։ Բա պարոն Ռոբերտ Սեթրակիվիչ ջան, բա պարոն Սերժ Ազատիչ, Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Դոն Կարլեոնե։ Բա գնացեք, բա ասեք ոնց եք պատկեր։ Լևոն ասում է, ցնդաբանություն է սա Պետրոս։ Ինչպես կարող եք խոսել այդ հողերի վերադարձին։ Բա պարոն Պետրոսյան, դուք խոսում եք, բա գնացեք ապրեք դե։ Դուք գրագետ մարդ։ Հələ այն մյուսները ասեն ջայնամ, ինչպես կասեր հայտնի դասականը երջանկահիշատակ, Աստված հոգին լուսավորի։ Բա դուք գրագետ մարդ եք։ Դուք ոնց եք պատկերացրել ադրբեջանցիների հետ ապրելը։
Լևոն Տեր-Պետրոսը, ոչ դուք միտումնավոր եք այլ դուք ուղղակի ձեր հայտարարություններով, ձեր հարցապնդումներով եւ դիրքորոշումներով դուք այս ազգին նորից ուզեցել եք տանեք ցեղասպանության։ Այս կետը հանկարծ ադրբեջանցիները մի պահ պատկերացնենք 98-ին վերադառնային էլի ապրեին Ստեփանակերտում, ապրեին Շուշիում, հեներանից ելու էին։ Այն ժամանակ կոմիսար Պալանիչկոն էր, Օղորմի Հենրիկ Իգիթյանին, հիմա էլ ուրիշ Պալանիչկո էին բերելու։ Էլի Ռուսաստանի ներքին այսպես ասած բանը։ Ռուս ժողովրդից հավատանեմ, ռուս ժողովուրդը տառապյալ ժողով, բայց իշխանությունը դա տարբեր բան է։ Պուտինյան Ռուսաստանը, ես Պուտինի դեմ գիտեք ինչ կա, ես մի հատ բան է, ես պրոռուսական չեմ, ոչ էլ պրոամեր, ես պրոհայկական եմ։ Այդ պրոներից արդեն մարդու սիրտը կայնում։ Ռուսաստանում իրավիճակը սա է։ Ռուսը ոնց է մի 10 լարի վրա խաղում թուրքերի հետ։ Մենք այդ քաղաքականությունը այդպես է չսովորեցինք։ Այն քաղաքագետներն էլ Մարի ջան, լուրջ դեմքով։ Սես կայնում են նստած Գիտեք ինչ կա, Ռուսաստանը վերջնականապես կործանում է ամբողջ աշխարհը։ Կեցե պարոն Պուտինը։ Ախր անձերին պետք չէ պաշտել։ Օրինակ եթե մեկ ինձ դες պաշտեր ինձ սրբադասեր աստվածած, ես այդ մարդուց կզզվեի։ Չի կարելի անձերին սրբաստեր աստվածացնել։ Պետք է վայել սառը եւ հմու դիվանագիտություն։ Պահպանել քաղաքական կոնյունկտուրան եւ ներքին էթիկետը։ Այ որ մարդիկ կարդային Թեյլեր, կարդային Թոմաս Հոբս, կարդային Ջոն Լոկ, ընդհանրապես կարդային Մաքիավելի տիրակալը, ես չգիտեմ կարդացել են թե չէ։ Հասկանային Մաքիավելին նպատակ արդարացնող միջոցները այս նախադասությամբ ինչ էր ուզում ասել, մենք սոցիալ կրակի ու կղանքի մեջ չէինք ելնի։ Մեղմ ասված։ Ինչ է նշանակում պրոռուսականը ո՞րն է։ Պուտինը թվում է ատոմականունի ինտերես ունի, ապրանքաշրջանառություն եւ վաճառք ունի բան այդ Թուրքիայի հետ, ասում է կներեք իսկ պիտի Թուրքիայի հետ բարեկամություն չանենք։ Էս 400-ա ծախում տրիումֆ։ Պուտինը 2 լարի ու բոլոր աշխարհն է այդպես։ Դուք չեք տեսել այո, այսօրվա դրությամբ Ամերիկան, ես փաստացի ասում եմ, Միացյալ Նահանգները բարեկամ Ռուսաստանն է, չէ։ Ինչքան օգնություն է գումարը տվել է Գույք պարտքի դիմաց 98 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Պարտքով։ Ես որքան հիշողությունից չի դավաճանում, Ամերիկան 90-ականից ցեսկոմ ես տվել է մոտ 6 միլիարդ դոլարի օգնություն, անհատուց առանց պարկ առանց բան։ Բարեկամ երկիրը, նախդի Ամերիկայի մացանա, հիմա թե իր անձնական շահիմը պարզ ուզում է Ռուսաստանը ծնկի բերի, այո, դա քաղաքականություն է, անբարոյականություն է։ Դիտման բա օգտում Ուկրաինային փողը տալի թե զենք տալի, դա հարցի եկորդ երեսն է, բան չունեմ ասելու։ Դա քաղաքականություն է, այսօր շատերը ունեն իրենց շահերն ու ինտերեսները։ Բայց փաստը մը փաստ, որ Ռուսաստանի Ուկրաինային օգնում է Ամերիկան։ Փաստը մը հա փողը տալի, հա օգնում է, զինում է։ Ասում եմ ուրիշ բան թե ինչի համար, բայց մենք չունենք այդ դաշնակից եք ուզում։ Գնացեք համ դաշնակից այն երկիրով որ քեզ կօգնի իսկապես իրավմամբ։ Այն երկրինով որ դու կտաս մանդատ ու ինքը գայի զորք կբերի կանգնեցնի քո կողքին։ Դա է քո դաշնակիցն։ Ռուսաստանն էլ այո իմ դաշնակիցը, մեր դաշնակիցն է, ես բան չունեմ ասելու, բայց շատ սխալներ անում։ Պետք է սևին սև ասենք, սպիտակ։ Ես հիմա էլ եմ ասում, Ռուսաստանը պետք է վերանայի քաղաքականությունը։ Պարոն Պուտինն եմ ասում, վերանայեք ձեր քաղաքականությունը եւ հրդը դեսպանատանը, վերանայեք, որտեղ Ադրբեջանից դուք լավ բան չեք ստանա։ Հայկաս դուք նշեցիք, որ մեր նախագահները հիմա կառուցել են այս տարիների ընթացքում ստեղծել են, ինչպես դուք եք ասում, աղբերության ֆոնդ, եւ այդ ֆոնդը պահպանելու համար հենց իրենց աթոռներից չեն հրաժարվում, որպեսզի իրենց իմացած մարդուն փոխանցեն այդ ֆոնդը, որ գիտեք, այո, իրանք ուզում են, հիմա տեսեք, գնորը լավ ասեց Սուրեն Սուրենյանցը, ինչ համար լաուների մասին է խոսքը, զարդի լաուն, ծիծաղը սա գալ ուղղակի, որտեվ երգը Քաջ Արաբոյի այն ժամանակվա Արաբոյի 1850-ականների Արաբոյի բանի հայնասիրական երգը եւ Արաբոյի երգը կամ Քաջ Մշեցու երգը կամ Արաբոյի երգը դա հայնասիրական երգը, որը որ ընդդեմ տիրանիայի, ընդդեմ բռնապետության ես զարմանում թե օլիգարխները ինչ կապ ունեն Զարդի լաուի հետ։ Սա այս թափության եւ հայրենասիրական մեծ ոգի տվող երգը ես ուղղակի ապշած եմ։ Հիմա տեսեք, իշխան Սաղաթել, ասում ով է ձեր տեխնացու վարչապետ, իշխանենք ասում են չկա, չէ։ Ես ներքին այնպիսի ինֆորմացիա, ու ոչ միայն շատերը, իրենց տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է։ Կա նման խոսակ։ Բոլորը գիտեն, իրեն չեն ասում, որովհետեւ Քոչարյանի վարկանիշը 0-ից Սուրենյանց ասեց բարոն։ Զերոյից ներքևը։ Իրենց Քոչարյանը չի, միտեղ որտեղ կա Ռոբերտ Քոչարյան, որը որ համարվում է ծինիվոյս կարդինալ, սերի կարդինալ։ Այդ մարդուց դուք սպասում եք, որ պետք է թողի ինչ-որ մատ առողջ, այն մակրահայնասիրական նկարտումներով քաջ ինչ-որ մեկը գա իշխանության։ Իհարկե ոչ։ Այդ աղբերության ֆոնդի շեֆը Ռոբերտ օլիգարխները ում որոք ավելի թելփոշացան, այսպես ժողովրդի լեզվով, ավելի վեր հառնեցին ցած թևերը Ռոբերտ Քոչարյանի։ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է
Ես դրանք հետ կապ չունեմ, իմ հետ ինձ են վերագրում։ Իհարկե վերագրում են դու խուճապի, խուչունդուտում են, քեզ ամեն ինչում անում են, պարոն Քոչարյան, բայց դու ոչ մի բան հետ մեղք չունես։ Ես այդ մարդուն ինչ հարց ես տալիս, բայց կապ չունեմ, ես մեղք չունեմ։ Ես ինչ անեմ։ Գիտեք ինչպես տպավորություն է, որ ինքը չի եղել ղեկավար, ասում է, ու դա ամենավատը գիտեք որն է, որ ասպես կապ չունեմ, պետք է այդ բանին ասեմ, պարոն Քոչարյան, դուք տեղյակ չեք եղել։ Մարտի 1-ից տեղյակ չեք եղել, էս բանում են դուք վատ ղեկավար եք եղել։ Ոնց դուք այդ հարավեստի նախագահ։ Եթե մի երկրի ղեկավար կապ չունի, ինչի մասին է խոսքը։ Հայկաս փորձենք մեկ զանգել ընդունել, որից հետո ամփոփենք հաղորդումը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք, բարի ձեզ։ Այսպեսին հարցն եմ իրացածին։ Տեսեք, նա քննադատում է այս բնակավարի են միսը Եվրոպ 4-ը, բայց հիմնական հարցն է, արդյոք գործող իշխանությունը նպատակ ունի Հայաստանը զարգացնելու։ Ես ասել եմ, որ ոչ։ Շնորհակալ ենք զանգի համար։ Ես ասել եմ հարգելի բարեկամ, որ հարգելի ձեզնոր քիչ առաջ դուք եւ ուշադիր չեք եղել, կլսեք ինչևից, ես ասել եմ, որ իհարկե չունի։ Գործող իշխանությունը հայ գրականություն, հայոց պատմություն, հայկական բարձրավանդակ տերմիններից է հույժ տլուն վախենում, սարսափի մեջ է։ Գործող իշխանության ասպես ասա Արցախի ազատ Արցախին, թողեք թե սեպտեմբեր 2-ի շնորհավոր Արցախի անկախության օրն է։ Ինչ չգնաց։ Ինչի չգնաց։ Ինչի ասպա բավարարը ինչ են ասում մատը նոր տգետ լեկտի պատճառով ներփություններ կա որ դուք չեք կարող մենք այդ գեյներին խոշտանգեն կարողա սենց կարողա այդ գեյներն սարքել են շիրմա պատնեշ ուրեմն այս իշխանությունը Արցախ բառը ընդհանրապես չի ուզում լսել հələ նախկինները մեկ ու մեջ ուզում էին լսեին ու լսում են զուտ իրենց այսպես ասած այդ տեսակը ցույց տալու փայլը ցույց տալու համար ու մենք Արցախ եւ Ես գիտեք Մարի ջան, մի բան ասեմ, ու սա բաները Մոնթե Գեղազնիկը Միքայելյան, Մոնթեն Մելքոնյան, Օղորմածիկ երջանկահիշատակ ողորմած կոմանդոս Արկադի Իվանիչ Տեր Թադևոսյան, Արիկը Պետրոսյան Լուսոկի։ Մանվել է եղազոն։ Ես այդ մարդիկ կռվել են։ Կոմանդոսը ֆանտաստիկ դերակատարություն ունեցել բանի Շուշի եւ ընդհանրապես Արցախի ազատագրման մեջ։ Դուք տեսել եք ինչքան ժուշկալ մարդիկ են, ինչքան զուսպ մարդիկ են։ Մեծ հայանք, մեծ պորոտախոսություն, մենք, ես, դու լսել եք այդպիսի բան։ Ու գիտեք ինչ կա, բոլոր կռված տղաները, բոլոր իրական կռվածները, մի բառ ստեղ այնտեղ ռեկլամ չեն անում, ես չասում կռվել ենք, բոլորը լուր ու համեստ ձևով, խորիմաց ձևով նստած եւ ասում են ինչ որ արել ենք ազգի համար, իսկական ազգի համար։ Իսկ սրանք Ինչ որտեղ այդ անգամ կռվել են վայ են կռվողներին, ովքեր դառնում են չարիք ու պատուհաս պատերազմից հետո իրենց ազգի գլխին։ Վայ այդ կռվողներին, սա նաև Ֆրանսուଆ Միտերանը եւ Շարլ դե Գոլն էին ասում։ Կռվողը պետք է համեստ լինի, սակավապետ լինի, ժուշկա լինի, զուսպ լինի, կոռեկտ լինի։ Ես խորհում ես այդ հերոս տղաներին, Մոնթեի պես, կոմանդոսի պես եւ Արայիկ Գալի պես տղաներին, որոնք երբեք չեն բարձրացել իրենց ով լինել։ Եվ Տարոն Անդրեսյան մենք նոր։ Տարոն Անդրեսյան, Տարոն Անդրեսյան, ես Ջանես հիմա տեսեք փշակաղվեց։ Տարոն Անդրեսյանը ոնց հասկացա Մղճան գյուղից էր, Արարատի մարզի։ Լեգենդար տղա։ Վիդեոն տեսան հոլովակում երևում է ինչպես է վիվսե տրուսը, վիվսե միրզավցի ու հայոյանքներն դե տարապում է։ Ու քանի օքով են ադրբեջանցիները 10-15 թե ոչ հələ նկարածն ատկան բանդերսախ դե գիտեք բորենիները միշտ այրուսի վրա հարցակվում են ոհմակով հիմա այդ տղան նման էր այդ սավաննայի հսկա հաղթանդամ արյուծին վիդեոներում կա չեն ոնց են բորենները 15-20 ու 20 օքով ու կարակում է ու գիտի որ նրանց սպանել բայց ինքը ցույց է տալի այ դա սխրագործություն է այդպես սխրագործությամբ նաև Տարոն Անդրեսյանին պետք է նույնիսկ արցան դնեն արի իր արցանը պետք է կանգնացնեն բացառիկ արիության համար ոչ միայն ազգային հերոսի կոչում տան այլ նաև մի շարք դպրոցական դասակարգերում բացառիկ հերոսության անձնվիրության անձնուրացության համար օրինակ ծառայեցնեն երեխաներին եթե այն վիժված Կալիևը Ռամիլ Սաֆարովին հերոս է ներկայացնում Ես չգիտեմ մենք ինչքան աներեսնենք որ այդ քայլին չգնանք։ Մենք պարտավոր ենք դանենք եւ մենք պարտավոր ենք նաեւ Ռոբերտ Աբաջյանի նման հերոսներ դաստիարակել։ Հերոսներ մենք շատ ունենք, մենք տղաների արածը այնպես նրանք արեցին, բայց մասնավոր այսպիսի դեպքերով այդ հերոսացումները
Գուցե հերոսներ մեզ պետք են բոլոր ոլորտներում, որպեսզի կարող։ Միանշանակ ես այդ համաձայն եմ։ Դեռ համաձայն եմ, հերոսներ պետք են բոլոր ոլորտներում, ոչ միայն պետք են կան այդ հերոսները։ Այդ հերոսներին պետք է թույլ տալ ասպարեզ երևա։ Թույլ չեն տալիս, ինչպես են կարողանում ասպարեզ դուրս գալ։ Մենք մի քանի րոպե, 3 րոպե ժամանակ։ Ահա, թույլ չէ, ուրեմն ասպարեզ դուրս գալու համար միակ բանը ասացի Մարի ջան։ Հիմա ես նորից եմ դիմում։ Դուրս գալու համար պետք է մի բան։ Այն մարդը, ով գգա կդնի ներդրում, կասի ժողովուրդ ջան, ես Պողոսյանն եմ կամ չգիտեմ ես ինչ է։ Ես բերել եմ սկզբնական 300-ից 500 միլիոն ամերիկյան դոլար, զարգացնում ISSS ոլորտը, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն եւ իհարկե սոցիալ։ Եթե այս իշխանությունը հակված չի երկիրը զարգացնելու, ուրեմն ցանկացած մարդ, ոչ, ուրեմն նա ով փնտրում է նա գա ցանկացած մարդ, ով որ եկավ, ես եմ հակված։ Իմ նման մարդիկ են, թող գան միացեք ինձ 098 17 32 27, սա իմ համարն է։ Թող զանգեն միանան ինձ, տեսեք ես ինչ եմ, իմ թիմով։ Ես ունեմ այդ թիմ, ունեմ բանական կարող մարդիկ, եկեք միացեք ինձ։ Տեսեք մենք ինչ ենք անում։ Ով ջանում է, ով փնտրում է, ոչ միայն գտնում, նաև հասնում է դեպի նոր հաղթանակների։ Պատրաստ եք այդ ախպերության ֆոնդը ջախջախելու։ Ես պատրաստ եմ ջախջախելու ոչ միայն ախպերության, ես պատրաստ եմ ստեղծել ջախջախելու նիհիլիզմը եւ պատրաստ եմ ստեղծել մերիտոկրատների իշխանություն, արժանավորների իշխանություն։ Այո, ես պատրաստ եմ։ Ու ես ուրախ եմ, որ եղել եմ Լևոն Հայրապետյանի կողքին Արցախի բարերար, ես ուրախ եմ, որ ես եղել եմ ազնիվ մարդկանց կողքին։ Ես ուրախ եմ, որ իմ ոչ կյանքը գիտակից ապրել եմ մաքուր անաչառ։ Չնայած ցավոք սրտի ծնողներս չի եղել, բայց իմ ծնողները մի անգամ ասել են իմ ազգն է։ Ես շատ ուրախ եմ դրա համար, որ այսօր իմ ազգի գիտակից զանգվածի եւ գիտակից մարդկանց հետ մեկ բռունցք ենք կազմել։ Դա ասված բոլորը դա գիտակցեն։ Ազգային ժողովում փաստորեն աշխատանքները սկսել են արդեն մեկնարկում են, ընդդիմությունը հայտարարել է, որ չի վերադառնալու։ Դեն Ալեն Սիմոնյան ասաց կզրգեն մանադեց, ընդդիմությունը վերադառնա չվերադառնա, մարդիկ այդպես սիրուն հագնված, քսված, ուտում են, խմում են, չգիտեմ, կոֆե են խմում, ընդդիմությունը խորը հաշվով ունի դերակատարություն չունի։ Ընդդիմությունը ասաց Ռոբերտ Քոչարյանը չուզում է ազգային ժողով։ Դաշնակների մասին խոս, ասում կան նվիրյալ դաշնակցականներ, այս դաշնակները կապ չունեն դաշնակցության հետ, հայ հեղափոխական դաշնակցության հետ, կրկնում եւս մեկ անգամ։ Իշխանության համար էլ դա կդնեն քննարկեն համանդրական իրավունքի ուժով կբռնեն կզրկեն մանդատի, թող զրկեն։ Իմ համար մեկը Մարի ջան, մենք երկիր ենք կորցնում, մեր դարդուցավը պետք է դրվել անդիմության հետ։ Էթո չէ։ Լավ, փորձենք այսօր այսքանով ավարտել։ Ժողովուրդ ջան, դեպի նոր հաղթանակներ, իմ խորագրով էլ ավարտենք։ Տա Աստված այդ հաղթանակները լինեն տեսանելի եւ շոշափելի։ Ավարտում եք, հետևենք զարգացումներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, մնացեք խաղաղությամբ։